մի բուն դրվում է ինքարին նոր կարը եւ անունն է մեր հայ շինարար Նոր գարուն իր հետ բերում է ցանքն ու վարը մեր անունն է հայ մշակարդար Պետք է իմանա մանուկն իր գիրն ու տարը որ ապրի հայ միտքը դարեդար Մեր սրտերը միշտ ամուր են, ուր են Մեր թրերը միշտ ամուր են, սուր են Եվ թող իմանան բոլորը Մեր անունն է հայկական բանակ Այսօր Էջմիածնի ինժեներասակրավորական զորամասում հանդիսավոր արարողությամբ նշվում են ինժեներական զորքերի 21-րդ տարեդարձը։ Ծառայողները ծաղկեպսակ դրեցին Արցախի գոյամարտում զոհված ինժեներական զորքի հուշակոթողին։ Զորամասի դռներն այսօր բաց էին բոլորի առաջ, այստեղ էր նաև պաշտպանության նախարարը։ Ցուցադրվեց ինժեներասակրավորական զորամասի զենքերը, համազգեստներն, առաջին բուժօգնության համար նախատեսված իրերն ու գործարկվեց ականազերծման միջոցները։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էր նաև զորամասի հոգևոր հովիվը, ով ընթերցեց զինված ուժերի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ուղղված ինժեներական զորքերի պետին։ Հարգարժան տյար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի ուրախալի առիթով ձեզ եւ ինժեներական զորքերում իրենց առաքելությունն իրականացնող ողջ կազմին բերում եմ սրտագին բարեմաղթանքներ եւ շնորհավորանքներ, աղոթք եւ փառաբանություն մատուցելով Տեր Աստծուն, որպեսզի միշտ զորացնի մեր հայրենիած սուրբ բանակը եւ բոլոր զինծառայողներին հանուն ամրության եւ հավերժ խաղաղության Հայաստան աշխարհի։ Ինժեներական զորքերը անցել են երկար եւ փառավոր ուղի, ծառայելով հայրենիքին։ Հայաստանի Հանրապետության ինժեներական զորքերի կայացումն ու զարգացումը անմիջականորեն կապված է պատերազմների պատմության զարգացման հետ։ Առաջին ինժեներական կամավոր ստորաբաժանումները կազմավորվել են դեռևս 1700-ական թվականներին։ Այդ թվականներից մինչ օրս ինժեներական զորքերը հանդիսանում են առաջին մարտական ապահովման տեսակ։ Վերջին ժամանակների զինված հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից մարդու ինժեներական ապահովումը որպես օպերատիվ մարտական ապահովման տեսակ, ինչպես միշտ կխաղա առաջնային դեր։ Գրագետ կազմակերպված ինժեներական ապահովումը թույլ է տալիս արդյունավետ կիրառել զորքերի խմբավորումները, ինչպես նաև նպաստում է հասնել հաջողության նվազագույն կորուստներով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2000 թվականի հրամանով սեպտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սահմանվեց որպես ինժեներական զորքերի օր։ Այդ թվականից ի վեր այդ օրը ամեն տարի հանդիսավոր արարողությամբ նշվում է ինժեներական զորամասերում։ Պաշտպանության նախարարը նշում է, որ բանակի յուրաքանչյուր զորատեսակ իր դերն ու նշանակությունն ունի։ Զինված ուժերում բոլորն էլ կարևոր են։ Այսօրվա մեր տեսածը ապացույցն է այն բանի, որ ինժեներական զորքերը կատարելագործվում են։ Նրանց կատարած աշխատանքը մեծ նշանակություն ունի բնակչության համար։ Զորքը խաղաղ պայմաններ է ստեղծում, որպեսզի մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, նշում է նախարարը։ Ես շնորհավորում եմ մեր ինժեներական զորքերի բոլոր զինծառայողներին, ողջ անձնակազմին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, թող իրենք հպարտություն ապրեն, որ այսօր ծառայում են հայոց բանակում, թող հպարտություն ապրեն այսօրվա իրողության եւ անցած ճանապարհի համար։ Միանալով բոլոր շնորհավորողներին ես նույնպես շնորհավորում եմ որպես պայեստազորի սպա, որպես այդ բանակում ներդրում ունեցող սպա մեր փառապանձ ինժեներական զորքերին իրենց մասնագիտական տոնի արդիվ շնորհավորում եմ մեր զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի արդիվ, մաղթում նորանոր ձեռքբերումներ եւ Աստված մի արածե հարկ եղած դեպքում ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մեր զորքերը, մեր զորատեսակը պատրաստ է իր առջև դրված խնդիրները լիարժեք կատարելու։ Նախարարի կողմից շքանշաններով պարգևատրվեցին ինժեներական զորամասի հրամանատարները։ Լիլիա Մանուկյան, Հովհաննես Մկրտչյան, Բամբեր։